razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Բարի առավոտ, հարգելի հայրենակիցներ, սկսում ենք ամեն օր, ինչպես գիտեք, ժամը 10-ից մինչև 11-ը AMGA հեռուստաընկերության կողմից 26-րդ ալիքում հեռարձակվող այս հաղորդումը 5 օր շաբաթվա մեջ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրվա հաղորդումը կկրկնվի, հետևաբար մենք ջանում ենք, որպեսզի ուրբաթ օրվա մեջ տեղավորվի գլխավոր նյութը, որ ասենք շաբաթվա մեջ կարևորագույնը կարող է համարվել և ընդգրկի իր մեջ այն ամեն ինչ որ խոսվել է շաբաթվա ընթացքում։ Հաղորդումը հեռարձակվում է նաև ինտերնետային կայքում www.razmik.net 3-5 շաբթի օրվա հաղորդումը տեղադրվել է մի քանի ժամ ուշացումով։ Դրա համար իհարկե պետք է համբերություն ունենալ, որտեղ մեկ շաբաթ տրվում է, Ռազմիկ Քեշիշյանը ինչ-որ գործերով կապված իր, ասենք, անձնական առողջական գործերով բժշկի չկարողացավ տեղադրել 3 ժամ հետո, այլ տեղադրվեց 6 ժամ հետո, այնպես որ հաշվի առեք դա, որ կարող է լինել այսպիսի բաներ, բայց ընդհանրապես շաբաթվա ամբողջ ընթացքում հաղորդումը դուք հնարավորություն ուներ դիտել մի փոքր, իհարկե համբերությունը պետք է թե չկա, ուրեմն կլինի, այդպես է, նույն օրը գոնե կլինի։ Մեր անցած հաղորդումը, եթե հիշում ենք, նվիրված էր համայնքների ստեղծմանը, նրանց քայքայմանը, տեղաշարժմանը ամբողջ աշխարհով մեկ հայ համայնքների մասին է խոսքը և քանի որ մենք արդեն լսարանով բավականին մի ամիս է զրուցում ենք և բավականին զարգացած մարդու տպավորություն ենք թողում ձեզ հետ միասին, ուրեմն պետք է գիտականորեն մոտենանք այս հարցին, թե ինչու են քայքայվում, նախ ինչպես է առաջանում հայ գաղութները աշխարհում, ինչ դրդապատճառներ կան, ինչ շարժիչ ուժեր կան, հետո ինչու է քայքայվում գաղութը, չի զարգանում, այսինքն մահանում է, այնպես ինչպես ծնվում է երեխան, երիտասարդություն է ունենում, հետո մահանում է։ Նման օրինակ բաներ շատ կան, գիտեք, որ ամեն տեղ աշխարհի Հնդկաստան, Լեհաստան, Եգիպտոս, այնտեղ որտեղ հայը փորձեց հիմնադրվել, այժմ Սիրիա, Իրաք, Պարսկաստան, ամենուր է Ամերիկայում, կարծես թե հիմա գնում է խտացման, կուտակման ուղղությունը, բայց դա իհարկե խաբուսիկ է, կգա ժամանակ, որ այս բաբախումը կտեղափոխվի այլն, բայց արդյունքում երկրաչափական պրոգրեսիա չհիշեցնող այս շարժումը, եթե հիշում եք, 3 ձեզ շախմատի խնդիրը տվեցի և կրկնապատկման թեորեմայով, որը կոչվում էր երկրաչափական շարժում, այսինքն մեկ մարդը ծնում է 2 երեխա, 2-ը 4, 4-ը 8, 8-ը 16 և այլն, ու հանկարծ կարող է 64 վանդակի վրա այնպես մի ահռելի թիվ լինել, որ բերանները բաց մնասամորել զարմանանք, այս ինչ թիվ է, 1 տրիլիոն տոննա։ Իհարկե այս խնդիրը իր մեջ ուներ կապված համայնքային գործերի հետ խաղ, որ այս խնդիրը, որը որ ձեզ երեք առաջարկվեց, որպես ցորենի հատիկ շախմատի, մեր առջև դրված է, այսինքն մենք եթե կրկնապատկմամբ գնանք, համայնքները կստացվի, հայրենիքը կստացվի, ամեն ինչ կստացվի, որտեղ մեր ցորենն է վերջանում և վանդակի վրա չի լցվում այն քանակությունը։ Մենք գիտենք, որ մեր քանակությունը ինչքան էր 100 տարի առաջ, 200 տարի առաջ, 300 տարի առաջ, 1000 տարի առաջ, 2000 տարի առաջ։ Եվ ինչ վիճակում է այսօր, և մենք համարձակություն չունենք հայտարարելու, որ մենք վերջանում ենք։ Այսինքն, եթե ցորենը
1 տրիլիոն տոննա ստանալու համար կամ քաղաքակրթություն ստանալու համար երկրագնդի վրա, պարզվեց, որ 64 վանդակի համար պետք է 1 տրիլիոն տոննա 200 անգամ երկրագնդի ամբողջ ցամաքը ցանել եւ հավաքել, որպեսզի ստանաս այդքան հատիկ, ու պարզվում է հանկարծ, որ պարզապես մեզ հատիկ չկա, որ ցանենք, այսինքն խնդիրը չի գնա առաջ, եթե չցանես եւ չհավաքես, այլապես կկանգնի խնդիրը, հայ ժողովրդի առաջ, ընդհանրապես այս քաղաքակրթության առաջի ստեղծողի իր բացավանդակում, հայկական բացաստեղծողի առաջ անհասկանալի կերպով աշխարհը բարդագույն խնդիրներ է դնում, լուծելու։ Այս խնդիրները մինչև վերջերս, երբ որ անկախությունը ստացանք եւ դրանից 10 տարի հետո էր, բարձի թողի վիճակում էր եւ լուծող էլ չկար, հետաքրքրողը չէր, թե ինչու է սա այսպես, դա այնպես, սա ինչու է սա, սրա հետ ինչ կապ ունի, այսինքն հետազոտական աշխատանքներ չէին կատարում, այլ կատարում են վավերագրական աշխատանքներ, փաստագրական աշխատանքներ, սա եղել է, սա եղել է, սա այսպես է, սա եղել է, բայց կապերը, այսինքն նրանց դինամիկ, վերլուծական կապերը, թե ինչու է եղել, ինչ կապ ունի սա սրա հետ, այս վերլուծությունները եւ պատճառը իրականությունը գտնելու այս ամբողջ կարողությունից հայ ժողովուրդը զրկված է։ Չի աշխատում, ասենք, այն մեխանիզմները, որ մեծ թափով գրագիտությունը տարածվի։ Պատմության ուսումնասիրությունը ուղղակի կանգնեցված է եւ մի քանի հազարամյակ կամ հետ է տարված, կամ մխրճված է այնպիսի տեղեր, որտեղ ոչ մեկից ոչ մի ուսուցողական բան չեք ստանա։ Այն կարևորագույն հատվածները, որը կարիք ունեն ուսումնասիրության եւ դրանից դուրս եկող հետևությունների շրջանցված են։ Այս բոլորի առաջի երևույթականությունը ստեղծում է, որ այստեղ մի ինչ-որ հետաքրքիր միտում կա եւ ոչ թե պատահականություն։ Պատահականության հավանականությունը նման դեպքերում երկրագնդի վրա կամ ցանկացած պատահականության հավանականություն, այսպիսի գիտություն կա, դա մաթեմատիկորեն հաշվարկում է։ Օրինակ երեք ես հաղորդում լսեցի, որտեղ Քացախյանը, եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում երեկվա հաղորդում, Սիթի ինչ-որ պաշտոնյա է, որը հայտնեց, որ 20 անգամ զանգահարել է հեռուստակայան, որպեսզի ընկնի բան, եւ մի քանի անգամ հաջողվել է դա, կարծեմ 4 անգամ, 5 անգամ այդ հաղորդումը դուք նայել եք։ Ուրեմն այսպիսի պատահականություններ չեն լինում։ Դրա հետևում մեկ ճշմարտություն կա, որ հեռախոսով զանգողը օգտվել է մեկ այլ ծառայությունից, թե ինչ ծառայությունից, եթե ժամանակ լինի դրա մասին կարելի է խոսել, եթե այդ հարցը կա։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ինֆորմացիա կա, հայերը ջարդելը, գաղութները, ասենք, սիոնական հարցերի հետ Պաղեստինի ստեղծումը, Հայաստանի անկում Արևմտյան Հայաստանի հետ, այս ամենը կա։ Եվ ասենք, եթե մեկը մի ինֆորմացիա է տալիս եւ դրա մեջ ճշմարտություն չկա, ուրիշ ձև չկա, բացի նրանից, որ պետք է ապացուցել այսպես ամեն ձևի եւ իրան ասել, որ դու սխալ սուտ ես խոսում։ Ցեղասպանությունը չի եղել արտահայտությունը, ապացուցվել է, ապացուցված է եւ եթե դիմացինը կամ մնացածներին կատարողը, հրահրողը, կազմակերպողը եւ ընդհանրապես այս հարցի վերաբերյալ հետաքրքրողը դիմացինին դնում է, ասենք, հիմարի տեղ եւ ասում է, որ եկեք նորից քննենք։ Հասկանում եք դա ինչ է նշանակում, այսինքն հիմար աշակերտը կարող է դասախոսին հոգնեցնել եւ հեռացնել, որովհետեւ լսարանը չի բավարարում նրան։ Պատկերացրեք ամեն 50 տարին մեկ թուրքերը կամ այն ուժերը, որոնք թուրքերի հետ համագործակցում են այլ ազգերի մեջ ծավալված, ամեն տարի հարցը դնեն, որ մենք չհասկացանք, գիտեք, ամեն 50 տարի կամ 30 տարի, քանի որ սերունդը փոխվել է, շատերը զարմացած են, չգիտեն դա եղել է, թե չէ, եկեք մի հատ էլ պատմեք այդ մասին։ Ինչ կանես այդ ժամանակ։ Նորից սկսես պատմել, որպեսզի նոր սերունդը, քաղաքագետները նոր,
ընտրվեն եւ ընտրման ճանապարհին հայկական հարցը ֆուտբոլի գնդակ սարքելով տանեն սենատ կամ Սակրամենտո։ Այսինքն դառնում է հայկական կամ համայնքների հայ գոյության հարցը մի հավերժական քաղաքական գնդակ, որը որ շահարկվում է ամենտեղ եւ ուշադիր, եթե չնայեք այս երևույթի վրա ազդող ուժերին, ասենք դինամիկական խնդիր է, սա ազդում է ինչ երևույթ կտա, սա ազդում է ինչ երևույթ կտա, դուք պարզապես անընդհատ այս խնդիրը դուցելու համար դուրս կգաք մարդկանց հետ հարաբերվելու եւ սերունդներ կանցնեն, գկան նոր անգրագետներ, որտեղ կսկսեն ապացուցել, որ ավելի լավ է մեկ սովորենք այն երկրների լեզուն եւ բիզնեսի մեջ առաջանանք։ Նույնիսկ ավելի լավ չի լինի, եթե ասենք այս երկրի ազգային մշակույթի մեջ համեմենք կամ ցանենք հայ ազգային մշակույթի տարեր եւ դա կստացվի նոր ուղղություն երաժշտության մեջ, գրականության մեջ եւ այլն։ Կսկսվի նորամուծությունների մի ամբողջ զազրախոսություն, հեռուստաժամերով, թերթերով բանը եւ այսպես հայ ժողովուրդը միայն հերթական անգամ մեկ բեկոր կկորցնի, կհալվի։ Եթե գրաֆիկ կազմենք գրատախտակի վրա, գրաֆիկով, որը կոչվում է նաև ֆունկցիա գիտեք չէ ինչ է։ Այսինքն մեկի կախվածությունը մյուսից, ժամանակի ասենք ճանապարհի կախվածությունը ժամանակից, երբ որ որոշակի արագություն ունես։ Երբ կվերջանա այս ճանապարհը, երբ դու շարժվում ես այս արագությամբ այսքան ժամանակում, կամ հասկանալի է, որ սա խնդիր է մի հատ եւ շատ պարզ խնդիր է։ Եվ այդ խնդրի գրաֆիկական արտացոլումը ժամանակի ցանկացած կետում, նույնիսկ էմպրիկ եղանակով, ոչ թե ֆունկցիայի եղանակով կարելի է հաշվել, թե երբ կվերջանա հայ ժողովրդի արագությունը, այսինքն էլ չի լինի ոչինչ, շատ հեշտ է։ 3 միլիոն պետականության մեջ, ասենք 4-5 միլիոն արտասահմանում գնում է ուժեղ մի օտարամալություն, օտարամուսնություն եւ այլն, հավատքի հետ կապված ոչինչ չկա, գաղափարախոսություն չկա, բան կհաշվես, կորը կգնա, կասի, որ այստեղ կվերջանա այ ժողովուրդը։ Կամ կվերափոխվի հայերեն խոսացող մեկ այլ ժողովրդի, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ, որը այսօր է ապրում, կամ 3 է ապրել, կամ 100 տարի հետո։ Նա կդեֆորմացվի, կդառնա մի հատ այնպիսի կենդանի, որին հիմա դուք տեսնում եք հայ ժողովրդի մեջ, որից փախչում եք, իբր թե պաշտպանվում եք, որը հետագայում կլցնի այն զանգվածը, որը կոչվի Հայաստան, Սփյուռ եւ այլն, եւ ոչ մի վկայություն չի լինի, որ սրանք հայերեն կամ չէ։ Նրանք կհրաժարվեն իրենց պատմությունից, նրանք կապացուցեն, որ այդպիսի բան չի եղել, Հայաստան էլ չի եղել, այլ դրանք եկվորներ են, կապացուցեն, որ իրանցից առաջ ինչ-որ ժողովուրդներ կան, պարզապես պետք է լինել համեստ, ախր էս ինչի են հայերը այսքան անհամեստ, իրանք կվերցնեն այդ համեստ լինելու հանգամանքը ինչ-որ պոզայով, հայերեն խոսելով։ Եվ այդպես, այսինքն որակական կամ ինչ-որ հոգևոր մի փոփոխություն կլինի, հայախոսը կմնա, բայց այդ հայախոսը ճիշտ նման կլինի, ասենք, բասկերին Իսպանիայում, որը նույնպես հայերից առաջացած տեսակ են, և կմնա այդպես, մնում, մեր շատ վեջն է, մենք մեր օրը ապրենք էթան, հիմա ինչու ենք մենք խառնվում այս բոլորին և ինչ-որ դադողություններ ենք անում, ասում ենք, Աստված ստեղծեց ազգերը, սա Աստված տիեզերքը ստեղծեց ազգերը, մենք այդ ազգերից մեկ ենք, պահպանենք մեր ազգը, թե գնանք միանանք մի հատ ուրիշ ազգի մոլեկուլ կազմենք, ինչի այդ ցավոտ էս հարցերը, որ մոլեկուլ կազմելը այդքան ցավալի է, մարդը էլի, ինչի համար է էսի, առաջանում են նոր մտածմունքներ, մարդը սկսում է տրամաբանել, հասկանալ, ասենք համայնքների հետ կապված հարցեր են առաջանում, որ ասում ես ինչու է սա այսպես, օրինակ արաբները պետք է գրեն, որ արաբները, որ մի հատ չենք է տեսել, ոչ մեկս մի հատ հայ, ասենք շատերը, նրանք որոնք ապրել, ասենք Բեյրութ, Սիրիա այդ համայնքներում, տեսել են, և կարծես թե արաբներից ոչինչ չեն սովորել կամ վերցրել, օրինակ բոլոր Բեյրութի հայերը
Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, երբ որ խոսում են, ասես լցված են ինչ-որ ազգային մի հիվանդությամբ ուղղակի, եւ նրանք մեզ մնացած հայերից լավ արաբների մասին ոչ մի ինֆորմացիա չեն տալիս, որ դրանք կան թե չկան, կան դրանց բանաստեղծները թե չկան, ինչ ասեցին արաբները մեր մասին, ինչպես եղավ իրանց հետ, ինչ հարաբերությունների մեջ են, ոչ մի պատմություն չկա, նրանք չնայած մեր լուր բերողներն են, բայց նրանք խրված են մի այլ գործի մեջ եւ հպարտանում են ասել թե որ մենք արաբերեն չենք խոսում, դուք ինչու եք ռուսերեն խոսում, այ քեզ բան, ու հանկարծ ձերքս տանգնում մի հատ արաբական թերթ, որը կարդալ չգիտեմ, մինակ հայերեն տառերով գրած է հայոց ցեղասպանության, հետո պիտի տանես էդի ասես ինչա գրած, այս ասեն որ գրած է 500,000 մարդ ա եղել Հոլիվուդի Little Armenia-ում հայերի ցեղասպանության ցույցի 91 ար, հետո գլուխդ բռնես մտածես, ասես ես 500,000, ես ասում եի 120,000 քարկոծում էին հաշվողը ես եմ, այս արաբների պետք է ուրեմն գնդակ արել, որ այդպիսի թիվ են առաջարկում, հետո սկսում ես ամաչել են մարդկանց կազմակերպությունների փոխարեն, որոնք չեն ուզում, որ Հոլիվուդի Little Armenia-ում հայերը պարզապես ոչ մի բան չեն անում, գիտես, իրար հետ քայլեն, հետո կանգնեն, շուրջդ նայես, տեսնես հազարավոր հայ դեմքեր, մտածես հոգևոր, որ ինչքան գեղեցիկ է հայ ազգը, այ երեխան, այս մարդը, տեսեք, ինչքան լուրջ են, ինչքան բարեկիրթ, ինչքան հաճելի է հայ լինել, որ չեն կեղտոտում գեդինները, թղթերով, ափսեներով, հաց չեն ուտում, ոչ մերկի ձեռքին համբուրգեր կամ հատդոգ չկա, արևածաղիկ չեն չրթում, ինչքան լավ ժողովուրդ են, եւ այդ որ դու կզգաս այդ քայլարշավի ժամանակ, հազարատ օպերա արժի, հազարատ գիրք արժի, որ կարդացի, որովհետև այդ պատկերը ջնջել չի լինի, քայլարշավի իմաստը դա է, եւ որտեղ մի նպատակ կա, որի շուրջը բոլորը սևեռված են, հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, թե չէ կարող ենք ասել, համայնքը իր համար քայլում է, կարա չքայլի չէ, հավես կա քայլելու, հենա կնստես տելևիզորով դիվանի վրա մի բան կնայես կենդանիների աշխարհից կամ հեռուստաժամերից մեկը, որը տուն է վաճառում թիթեռի ազդեցության տակ կամ ինչ-որ երաժշտություն է ականջիդ մեջ լցնում, որ հանկարծ չար բաներ չմտածես տան առևտրի մասին։ Այն մյուսը իրավաբանական ակտեր անում։ Բայց դու գնում ես ապրիլի 24-ին, ինչ է շահում, լավ, 1-2 ժամ է տևում ամենին։ Ես ձեզ ասեցի ինչ եք շահում։ Բայց ինչ մարդիկ, ուժեր, կազմակերպություններ կան սրա դեմ, իմանաք ինչի են դեմ, որ բացատրությունը, որովհետև միասնություն չկա։ Հիմա բռնես այդ միասնություն չկա ասողի, հնդկաց բան ենք ապրում, չէ Ամերիկայի, հյուսիսային Ամերիկայում ենք ապրում, որտեղ հնդիկները նման դեպքերում ասում էին գանգամաշկը հանես, սա ինչ խոսք կա Ամերիկայում, որ այդ ասողների գանգամաշկը հանես, որ ասում ես ընկեր, միասնությամբ գնացեք ընդ կանգնեք, իրար նայեք, իրարով հիացեք, խոսեք եւ լսեք, վերականգնեք տպավորություն թողեք արաբների վրա, որ գրեն 500,000, սենատորների վրա, որ ասեն ես ինչ բան է, հեչ ասեն մարդիկ կանգնա, կռիվ չի եղել, չէ, սպանություն չէ, բռնաբարություն էլ չի եղել, զարմանում են ամերիկյան սենատորները, որոնցից մեծ մասը ընտրողները հայտարարում են, որ շատ լավ մարդիկ են, որովհետև հարգում են գեյությունը եւ միասեռականությունները։ Սենատորները զարմանում են այսպես անգույն դեմքերով։ Բայց դրակ չեն, դրակի տակ էլ չեն եղել, չէ, վայ, ես ինչ զուլում։ Հետո բա ինչով վերջացավ։ Շատ լավ մարդիկ եկան, կանգնան, լսեցին ռետորներին, աղմուկ չանեցին, չգոռացին, չսուլեցին։ Ինչպես սովոր են այստեղ սուլել, եւ այդ սուլոցը իհարկե ամերիկյան հնդիկ տապաստաների թե որ ձիերի վրա մանցել են նրանց ամերիկային սրահները եւ կառավարական հանդիպումները եւ այս բոլորը որ մենք հանկարծ կառանձնանան 100,000 200,000 եւ կտարբերվենք մեր ըստ տեսակի որակի լավ են հասկանում թե ինչ է նշանակում քայլարշավը լավ գիտեն նրանք որոնք որ հայ դատը իրենց ուսերին դրած մեկ դարձնում են դահուկներ
սահում են սարից ներքև, մեկ դարձնում են լիֆտ, բարձրանում են վերև, երբ որ պետքա թաքնվել, իջնում են գետնի տակ, հետո հոպլա հայտնվում են, հետո նորից գնում են, բայց գլուխը կախ, հայ ժողովուրդ երբ որ գնում են զանգված կազմելու, տպավորություն իրար հետ հաղորդակցելու եւ հոգեվոր դաշտ ստեղծելու, դրանց ճամարտակողներն էլ անընդհատ հոգեմաշ ձևով, հոգնածնող ձևով, ակնառու ձևով պայքարում են հայ համայնքում միասնության անվան տակ միասնություն ստեղծելու։ Ուզում եք հանձնվեք, ասեք, մերցնում եք մեր միասնությունը, չէ, դու մեզ հետ չես, մենք ուրիշ ենք, մենք ստեղծում ենք այն հայկական կորիզը, այսպես կասեն ձեզ, լավ լսեք, որ հետո է գալու, երբ որ հայ ժողովուրդը վերջանալու է ամենուրեք, մենք կստեղծենք մեր պատրաստի կառույցները եւ այդտեղ կլինի հայ ժողովուրդը, որ հայ ժողովուրդը դա կլինի, որը չի մասնակցել ցեղասպանության այս միջոցառումներին, որը հոգևոր կապ չունի, որին մենք սպասում ենք այդ հայախոսներին, որը կլինի կազմակերպված, հայախոս, բայց ոչ հայ, հենց այդպես, եւ այսօր ակնառու է արդեն այդ ոչ հայի գործնեությունները, տրամաբանական բոլոր քայլերը տանում են դրան, որ աճում է մի հայի տեսակ այդ Սփյուռքում եւ Հայաստանում, որը հետո իսկական հայի մարմնի վրա ստեղծելու մի միջազգային գլոբալ հայ, որը չի ունենալու ոչ կրոն, հենց այդպես, ոչ մշակույթ, ոչ լեզու կունենա իհարկե, բայց շատ անգրագետ սանդղակում կզբաղեցնի ամենացածր հորիզոնականը։ Ուրեմն ես ձեզ հնարավորություն կտամ այս խոսելու այս մասին, բայց դուրջ եղեք, խնդրում եմ, հետո վերջում կտեսնեք, թե այս ամենի մի բալանի կա, թե չկա, մի քիչ խոսենք դες հետ, հետո այդ բալանին գտնելու համար, այսինքն դուք կզանգահարեք եւ կփորձենք միասին ոչ մի գաղափարախոսություն մեկի գլխում, եթե ծնվում է, անմիջապես մեռնում են մնացածները, թե ինչ անել, օգտվելով միջավայրի հատկություններից, էլեմենտի հատկություններից, հայը, նրա կախված ակտիվության աստիճանից, ռեակցիաներից եւ այլն, ինչ ընտրել, որպեսզի մեր շախմատի տախտակի հայ ժողովուրդը մեկը դառնա 2-4 եւ պահի տեսակը, եթե շախմատի վրա հանկարծ 32-րդ աստիճանից հետո ցորենը վերջացել է եւ շախմատը ասում է ցորեն չկա արդեն, ինչ պետք է անենք, ասում է դե լավ ոսպով բազմապատկվի գնա, այսինքն 10248 ցորեն, հիմա պետք է 20000, ասում է ցորեն չկա, ասում է ոսպով սկսի, դնում ես 20000 ոսպ, հետո ասում ես էլ պրծավ, դե ասում եմ այլ սիսերդիր, հետո կոֆեի ասում, ու ստեղծվում է մի այնպիսի խաժամուժ վիճակ, որ ասում ես ինչ տեսակ է շախմատի վրայի հատիկը, ասում ես բազմատեսակ, բայց ուր է ցորենը, որը պիտի կերակրել համաշխարհային, ասում ես դե չկա, վերջացավ, ուր է քաղաքակրթությունը, որ պիտի տարածվեր Հայաստանի վրա, Հայաստանից, եւ պետք է սներ մարդկությունը, ոնց որ նախատեսված էր տիեզերքում, եւ ինչու պետք է հասարակության մեջ առաջանային այսպիսի անբարոյական իրավիճակ, եւ դա օրենքներ հիմնվել դրանց վրա զարգացել, դրանք կանդրադառնանք իհարկե, ուրեմն ես ձեզ լսում եմ, համեցեք, Ռոբերտ Ստեփան ջան, բարև ձեզ, Վարդանն է խոսողը, ուրեմն շատ հաճելի է, որ այսպես մանրամասն ամեն ինչը քննարկում ենք ազգով մեկ, եթե կարելի է ասել, դուք ցույց տվեցիք այն բոլոր ուղղությունները, որի վրա նամին այսօրվա դրությամբ աշխատում են մեր ժողովրդին չլադելու նրա գենետիկ ֆոնդը, գենետիկական ֆոնդը, այսինքն քանակը բարձրացնելու համար։ Տեսեք, յուրաքանչյուր հայ ընտանիք, եթե 2 երեխա հիմնված այդ ունենա, համարում ենք ինչ-որ առավելություն, բայց եթե մտածում ես 2 հատներ քիչ է, առնվազն յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է 2-ից մինչև 3 երեխա ամենակիչ ունենա, որովհետեւ կարողանանք մենք ապահովել մեր բնական
առած նորմալ բնական աճ Ասեն չէ որ ուզում եմ խոսալ, բայց հիմնականում ես դուք ցույց տվեցիք, թե ինչպես, որտեղ, ինչ ձևով եւ ինչի համար է այդ ամեն ինչ արվում։ Համայնքները ոնց են ծեզվում, ոնց են քայքայվում, ինչ ուղղությամբ են դրանք աշխատում, բայց պետք է այստեղ լուծում գտնել, ինչպես հիմա նշեցիք, որ մենք գտնվում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կարծես թե մի պատերազմ կամ իրականություն է ծնվում, որ մենք համեմատաբար ավելի բարգոտ վիճակի մեջ ենք։ Այսպես ասած։ Եվ ինչ է լինելու, ինչպես կարող ենք մենք օգտվել դրանից։ Այդ է կարևորը։ Այո, եթե համեմատելու լինենք ամբողջ աշխարհի հետ, Ամերիկան կրում է համեմատական խաղաղ վիճակի մեջ, եւ մենք հայերս պետք է այդ ամենից օգտվենք։ Որովհետև ինչ է կառաջարկում, ծրագիր ասեք, օգտվել, հա գիտեք կօգտվել, բայց այո, հիմա պատկերացրեք, հիմա Հայաստանի գլխին էլի նորից մի հատ դուր է կազմած, որը կարծես թե մեզ չի վերաբերվում։ Մաս կարծում են այս իրանյան դեպքերը, որ տեղի են ունենում, կարծում են թե դա միայն Իրանի մասին է գնում այդ խոսքը։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք։ Էլի Հայաստանի սահմանների մոտենում է կրակ, փորձանք, վտանգ, եւ այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել, այս մի քանի տարին, եթե մոտակա 5-10 տարիների ընթացքում վտանգ չի սպառնում, ապա հավատացեք, 10-20 տարի հետո այդ վտանգը շատ իրական կլինի, ասենք, այդ ոնց ասում են, այդ ուղտը չոքել է մեր տրանը, մնացել է փոքրիկ Հայաստան, ժողովուրդը պաղացում է, եւ մեկ է տեսա մեր 10-20 տարի հետո այդ հաստատել վերջացավ։ Ինչ է պետք անել։ Հիմա մենք եկել ենք, տեղավորվել ենք այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հասկանում եմ, մի քանի տարիներ առաջ, եթե վերցնենք 10 շատ դժվար էր մեզ համար այստեղ։ Ինքս էլ իմ կաշից վրա եմ զգացել, բայց մենք այսօր ասեմ, բարեկեցիկ կյանք ենք վարում այստեղ։ Ձեր դուք հաղորդումներից մեկի ժամանակ խոսեցիք Հայաստանին հատուկ ստատուս, ՄԱԿ-ի միջոցով, համաձայն եմ դրա հետ, բայց պետք չէ նստել այսօրվա թերությամբ ձեռքերը ծառած, սպասել թե միավորված ազգերի կազմակերպությունը ինչ կորոշի, ինչ ստատուս կտա Հայաստանին։ Այդ մենք ինքներս հայերս պետք է այդ հարցը լուծենք եւ նրանց տնենք իրական այսինքն ոնց լուծենք։ Այսինքն եթե կառավարական իշխանական Հայաստանը, որը որ այդ հարցը պետք է դնի եւ մշակի ներկայացնի, ասենք այդ մասին լսել են, այդ հաղորդումները Հայաստանում նայում են իհարկե։ Այստեղ մոռացի այդ մասին։ Հիմա մի րոպե պահեք ձեզ։ Մի ամիս առաջ Ինքնաթիռ ընկավ, չէ՞, հիշում եք այդ 320-ը։ Նայեք Ինքնաթիռի հետ վարվելու այդ կարևորագույն ինֆորմացիան եւ այն 700 միլիոնը, որը պետք է ստանան ժառանգները, զոհվածների եւ անձնակազմին։ Ուշադիր նայեք ինչ է կատարվում։ Շատ ուշադիր։ Տեսեք, մեջն է, չէ՞, մի ամսվա բան ունի, դիագրամ ունի։ Ինչ է կատարած առաջի օրը, երկրորդ օրը, երրորդ օրը, ամենաշատախոսությունը այդ Ինքնաթիռի վերաբերյալ ես կատարեցի։ Նայեք ձեր շուրջը։ Նայեք խոսում են, դուք բաներ են անում, դուք նայում եք թե չէ։ Բայց ժողովուրդը, ասենք, այնքան բանի մեջ է, ասենք հետադիմության մեջ է, իրան ավելի շատ հետաքրքրում ասենք էմոցիոնալ կապիկայի շարժումներն ու նախադասությունները, մտքերը, քան թե ասենք թե մի հատ խնդիր, որ ինքը պետք է լուծի, չեմ խնդիրներ տալիս ձեզ, հրդեհի, կղզի, շախմատի, ոսկու, եսիմ այբուբենի եւ այլ, որպեսզի առաջինը ձեր միտքը բացվի, անհնար է։ Ես գիտեմ նրանք, որոնք լսում են բարձրագույն կրթություններ ունեն այստեղ, եւ իրանց համար բան առաջանում, գիտեք, հիշողության վերականգնում, ուղեղի վերակառուցում, խոսքի հասկացում, շատերը գիտեմ, ես խոսում եմ, չեն հասկանում։ Լիքը մարդ կա, լսում են, բայց գիտեք ինչ են, լսում են, ինչ լավ է խոսում, բայց չեն հասկանում ինչի մասն եմ խոսում։ Դե արե զանգվածը, որի հետ վարվել են, որի վրա լցել են աղ, բիբար, քացախ, բան, միքել քարմար ու սպասում են, որ ինքը իրան փտի վերջանա, ու մեկը գալիս է բացում է սկսում է տղեկ։ Էս ինչ վիճակ է ձեր վիճակը։ Նրանք էլ ասում են ծածկի ամոթը հոտ է գալի։ Ասես վիճակում ենք հայտնում, բայց ես էլի շարունակում եմ։ Չհասկացողներին ուշադրությամբ ասում եմ, որ փորձեք, ժայռից կախված եք դեպի անդունդը, ձեր ձեռքից է
ամբողջ ուժից է կախված, մինչև մեկը ձեռքը կտա, այլապես չի, վիճակը այսպիսին է, հայ ժողովուրդ։ Լավատեսություն ինչքան ասեք ձեր վրա կցանեմ, եթե դրանում չկասկածեք, որովհետև լավատեսություն, հույս, ուղղությունները բան չունենանք, ես ձեր թշնամին չեմ կանգնեմ, ձեր դուխը կոտրեմ, ինչ որ ասեմ ամեն ինչ վերջացածա, չէ, առաջ ընդունում ենք պայմանները, հետո ընդունում ենք դուրս գալու եւ մարտական վարիանտը, ձևը, մարտավարությունը, թե ինչ անենք, բայց առաջ պետք է հասկանանք ինչ վիճակում ենք, անտառում ենք, ձորում ենք, անդունի եզրում ենք, պարտված ենք, թշնամու քանակն ինչա, ով է վերջը թշնամին, եղանակն ինչպես է բան, տեսակի պահպանության խնդիր ենք լուծում ուղղակի, այն ինչ որ բնությունը վերևից տրել է առաջինը, ասում է, սերը, ուտելիքը, քու եղած չեղածը, ամեն ինչը, ինչ որ դու մտածում ես, համերգ է տալդ, չէ տալդ, ինչ որ անում ես, քու առջև դրված է, տիեզերակարգն ասում Աստված, տեսակի պահպանության հարցը, տեսակը պիտի պահես, ուզում ես սեքսով զբաղվի, ուզում ես ամուսնացի, ուզում ես մի ամուսնացի, ուզում ես գեյ դառի, ուզում ես ծառի վրա կապիկ աշխատի, ցիրկում կլոուն աշխատի, ինչ ուզում ես, վերևից մի հատ մատ է կախած, ասում է տեսակը պահի, հիմա մեր առաջ այդ խնդիրն է, մնացած խնդիրներ չկան, ուրիշ հարց չկա, վերևից մատ կա տիեզերական, ասում է դու իմ զավակն ես, ես քեզ մշակութային քո վրա ասես բան, տեսակը պիտի պահես, հələ մեռնենք, գոնե չենթարկվենք այդ հրամանին, ասում է տեսակը չպահես, մեզ է ասում, Աստված, մեր Աստվածը, ասում է տեսակը չպահես, հենց քու տեսակը վերացավ, սաղ աշխարհը կքանդեմ, հենց այդպեսի կարգի մեջ է ինքը, ասում ես ինչի, ասում է որովհետև ես քեզ ստեղծեցի եւ մնացածին ստեղծեցի, քեզնով, հիմա այս տեսակը չկա, ինձ պետք է այս լաբորատորիան, որը ամբողջը դեգեներատներ ու հիբրիդներ են, իմ փորձն ես տապալում դու, իմ գիտությունն ես փչացնում, հետևաբար Ստեփան ջան, ուրեմն այդ ամեն ինչը, որ կատարվում է մեր ժողովրդի հետ, եթե մենք ուսումնասիրելու լինենք մեր հին պատմությունը, ոչ թե հին պատմություն, հնագույն պատմություն, մարդկության ստեղծումը, մարդկության առաջագործությունը եւ նրանից հետո ազգերի բխումը, մենք շատ լավ կտեսնենք, որ չնայած որ 7 կողմերի տակ պահել են, թաքցրել են եւ միայն նշումներ են ի հայտ գալիս քրագանության մեջ, քիննականների տեսքում, մենք շատ լավ կտեսնենք, որ մենք Աստծոց Միքայել հերու կանգնած ազգ ենք։ Եղավ լավ, գրանք հանգիստ հետո կշարունակենք, շնորհակալություն, ուրեմն հանգստից հետո կշարունակենք ձեր այդ խոսակցությունը։ Շարունակում ենք մեր հաղորդումը, ուրեմն այսպես, կարծիք եղավ, այսինքն նկարագրություն եղավ, թե ինչ վիճակ է, բայց ելի գիտությանը դիմենք, որպեսզի ընտրենք, թե ինչ պետք է արվի։ Ֆիզիկայի մեջ նայեք, գրատախտակը ցույց տվեք, եթե կարելի է։ Ուրեմն գոյություն ունի զանգված, սա նյութի խտությունն է միավոր ծավալում։ Երբ նա գտնում է գրավիտացիոն դաշտում, այդ նյութը, նա ձեռք է բերում կշիռ, եւ մենք զանգվածն ու կշիռը երբեմն նույնացնում ենք։ Զանգվածը եւ կշիռը երկրի վրա, բայց զանգվածը դա նյութի խտությունն է, պրոտոնների եւ նեյտրոնների քանակը միավոր ծավալում։ Անկախ նրանից նյութը կարող է լինել անկշռելության մեջ, ճշմարտ տակ, որտեղ այդ քանակը չի փոխվում, բայց եւ այդ քանակությունը երկրագնդի վրա ձգվում է իր գրավիտացիայի դաշտով, երկրագնդի եւ փոխադարձ ուժով, այնպիսի մի ուժով, որը կոչվում է կշիռ, ուրեմն զանգվածը նյութի այս քանակությունը, որը մենք պատկերացնենք պրոտոնների, նեյտրոնների քանակությունը միավոր ծավալում, երկրի վրա ուրիշ կշիռ ունի, Յուպիտերի վրա ուրիշ կշիռ ունի, Լուսնի վրա ուրիշ կշիռ ունի, Արեգակի վրա ուրիշ կշիռ ունի, եւ որքան մեծ է մոլորակը կամ այն գրավիտացիոն դաշտը, այնքան նույն խտություն ունեցող, նույն պրոտոններից, նեյտրոններից կազմված նյութը ավելի մեծ ուժով է ձգվում։ Կշիռը դա ձգողության ուժի հետ է կապված խտությունն է։ Ուրեմն եթե մենք մեր ազգային
խտությունը, հայ ազգի խտությունը համարենք զանգված, որտեղ գոյություն ունի հայերի քանակություն, այսինքն սա կոչվում է M զանգված, M հայերի քանակություն, այսպիսի քանակություն ունեն բոլոր ազգերը, օրինակ չինացիները ունեն մեծ M 1 միլիարդ 200 միլիոն, ասենք 19 աշճան, ուրեմն 1 միլիարդ, մենք ունենք 3 միլիոն, հեչ բան, 0, փոքր, հիմա նայեք, բայց ֆիզիկայի մեջ այսպիսի օրենք կա, որ փոքր զանգվածը, այսինքն նյութի քանակությունը, եթե նա կանգնած է ու ասենք չի մտածում, չի շարժվում տեղից, պարզապես իր խտությամբ է պայմանավորված, բայց եթե նա հանգարց մտածում է, շարժում է, ստեղծագործում է, արագություն ունի, արդեն այս արագությունը բարձրացնում է նրա կարողությունը և կոչվում է այդ ամբողջ շարժման քանակ, օրինակ, եթե հայերը ունեն, տեսեք իրենց M-ով, մի հատ արագություն, որը բազմապատկում է իր, սա կոչվում է նրա շարժման քանակ, ասենք հայերեն շտար եմ գրում մեծատառով, սա հայերի շարժման քանակն է, տեսեք, սա հայերինն է, չինացիների դեպքում, չինական զանգվածը M, բազմապատկած իր արագությամբ, իր դինամիկայով պայմանավորված, հավասար է Chinese, ասենք SH զանգված, հիմա նայեք ինչ է կատարվում, այս ֆունկցիաները, որը ձեզ ցույց եմ տալի, մենք ես գիտականորեն ձեզ բացատրում, թե ինչ պետք է անեք, չինակ մասսաները իհարկե խիստ տարբեր են, դա ազգի ժողովրդի քանակությունն է, այս արագության մեջ է գաղտնիքը, հնարավոր է, որ արագությունը այնպիսին լինի մեր, որ երբ որ բազմապատկվի մեր քիչ քանակությամբ, ստացվի այնպիսի շարժման քանակ, այնպիսի դինամիկ շարժման քանակ, բաղադրիչը, այսինքն արագությունը այնպիսի սարսափելի մեծություն ունենա, որ 3 միլիոն հայով կարողանաս հաղթես կամ անցնես միլիարդ ժողովրդից, որի արագությունը փոքր է, ինչ է նշանակում արագություն, արագությունը հենց այստեղ դա է, որ բայց երբ որ զանգվածը դարձավ 0, այսինքն քանակություն չկա, ինչպիսի արագություն էլ ուզում է լինի ձեռք ունենաս, պատրաստես, արդյունքը շարժման քանակի 0 է, հետևաբար մեր առաջի խնդիրն է ապահովել զանգվածի մաքսիմումը, ինչքան հնարավոր է ստեղծել հայ ժողովրդի զանգված քանակություն, հետո նրան հաղորդել արագություն, երբ որ նրան դու ապահովես այնպիսի զանգված, որը որ արագության հետ արդեն կբազմապատկվի, կստացվի այնպիսի մի շարժման քանակ, որը որ մեծ ազգերը, որ չունեն այս գիտությունը կամ չեն էլ մտածում, զորները տվել են մասսային, մեծացել են, միլիարդների են հասել, բայց արագություն չունեն, նրանց շարժման քանակը փոքր է, կարող է հանկարծ հայ ժողովուրդը, որ ունի ինչ-որ քանակություն, որը մենք պիտի պահպանենք, մասսան քանակությունը, տեսակը, զանգվածն է սա, պրոտոնների, նեյտրոնների տեսակն է սա, որտեղ Աստված վերևից տվել է, որ ես տեսակի կողմնակից եմ, ոչ թե միատարրության, միասեռության, միասեռականության, տեսեք Աստծո խոսքեր է ասում, որը ամեն գիշեր գալիս է ականդիս ասում, ես ձեզ եմ ասում, ուրեմն Աստծո գործերը այսպիսին են, անմեկնալի չեն նրանք, ուղղակի մենք Աստծո որդիներն ենք, այդ գիտեք սաղդ, ոչ թե Քրիստոսն է որդին մենակ, մենք էլ ենք որդին, մեր մաշկը տեսեք, նրա մաշկը տեսեք, ոտքերը, ձեռքերը տեսեք, պարզապես մեզ, հայերիս, ստեղծեց ավելի շուտ 10-15 տարի առաջ, խառնելով իր արյան հետ, իր հոգու հետ, ստեղծեց մարդատեսակը, հետո տեսավ այդ մարդատեսակը ինչ-որ դժվարություններ ունի ապրելու կենցաղի և այլն, մեզանից 2000 տարի հետո մի անգամ էլ իջավ այսպես են ասում և հոգին դրեց մի հատ մայրամի մեջ և նրանից ծնվեց Քրիստոսը, բայց ինքը
Գաբրիել հրեշտակով աշխատեց Մայրամի հետ, եթե հիշում եք։ Լավ հիշեք ինչ եմ ասում։ Ինչ որ ասում եմ, լավ եմ ասում, օդի մեջ չեմ ասում։ Միջնորդով Հովանես Մկրտիչի հետ մորքուրը պիտի գա, ասենց պատմություններ, կնիկները տանեն բերեն, բա ոնց կլի, ոչ չլի, դեպի հետ կլի, բան ասում եք կլի։ Բայց մեզ հետ, երբ որ ստեղծեց Աստվածա իր այրունը հոգին խառնեց եւ տեսակը ստացավ երկրագնդի վրա, մեր հետ միջնորդով սերային միջնորդություններ չեղավ։ Ինքը իջավ եւ կատարեց այդ ակտը, որ ինքը դնում է իր տեսակը Աստված եւ ստեղծում է մարդուն։ Մենք էլ ենք Աստծո զավակներ։ Հիմա Քրիստոսը դառավ Աստծո զավակ այդ ձևով ուշացած շատ, բայց մենք կրում ենք, չէ՞, այդ բաները։ Նայեք, մարդը Աստծո զավակն է։ Նա այն էլ է Աստծո զավակ, բայց պատմություն է գրված վեպ դրա վրա, որը իրանք էլ են կաթոլիկները կքանդեն, կմատուցեն սկուտեղի վրա, որ Աստծո զավակները Մենք մարդիկ են եւ այն մարդիկ, որոնք որ նրանց մեջ որի մեջ դրված է դա։ Ինչևից է։ Ուրեմն այն վեն պետք է մենք փոխենք։ Վեն ինչ է։ Վեն մեր մշակույթն է, մեր կարողություններն է, լավ նայեք։ Մեր որի մեջ մտնում է մտածողությունը, հոգին։ Գնաց արդեն, ինչքան վեն բարձր է, բայց դա նյութ չի, քանակություն չի, դա արագություն է։ Մասսան մեր զանգվածը արդյունքը կլի մեծ շարժվենք կհաղթենք կանգնենք ինչքան էլ ուզում ես քանակությունը մեծ լինի լճանանք կմեռնենք ուրեմն խնդիրը վերածվեց սրան եւ այս վերաբերմունքը այսինքն շարժվել չի նշանակում շարժվենք դեպի գաղութները աշխարհում այդ մեզի գիտես ինչ են անում մեզ այսպես են տանում Շարժում զանգված հայի, ոգևորություն, ասենք մի կողմի վրա, մահ, չկաս 40 տարի, զրո։ Շարժում, ճանապարհային շարժումներ են սրանքի միջանոց, նորից մահ, եւ արդյունքում հիմնականում աշխատում են զանգվածը, եմը, քանակությունը վերացնել հայերի, որպեսզի հետագայում էլ որ ասեն շարժում, մենք տեսան զանգված չկա, տեսակ Թե չէ մենք իրենց լավ շարժում ենք, տանում ենք Ֆրանսիա, այնտեղ ընտրվում էին պարլամենտի անդամ քվեարկում էին, Մարսելում գիտեք ինչ տներ ու նավեր ունեն հայերը, չգիտեք, բա Կանադայում ապրում են Մոնրեալում, այնքան լավ է, էլ չասա, չնայած մի քիչ ցուրտ է, իսկ Կալիֆոռնիայում մանավանդ վերջերս շոկը կոտրվել է եւ դառել է տների գներն բարձացել են, գիտեք, լավ բաներ է սպասվում, շատ լավ, Յուտայում մորմոնների մոտ են, բայց իրանք հայությունը կպահեն եւ այսպիսի դատարկաբանություններ, բայց հիմնականում զանգվածը պետք է վերջ չդանա, որովհետեւ զանգվածի կիսելու, կոտորելու, մանրատելու աշխատանքները մենք տեսանք եւ դա հասկացանք եւ ցեղասպանությունը, որ մի բառ ստեղծվեց առաջին աշխարհի վրա, այս զանգվածի մասը կոտորելներ, տեսակը վերացնելն։ Հիմա այս բոլոր իմանալով մեզ մնում է այս մեր վեն բարձացնել։ Հիմա նայեք, որպեսզի խոսակցությունը ջրի օդի մեջ չլինի, ասում ենք, էլի ասում ուրախանում ենք։ Այդպես չի, չէ՞։ Ինչ որ պետք է ասում ենք, բան պետք է ցույց տաս, որտեղ ասում ենք MV հայկական շարժման քանակը հավասար է MV չինական Չինացիները միլիարդից ավելի, մենք կարանք դրանց հետո կարող ենք, ինչի, եթե շարժվենք, եթե կանգնես, մոլեկուլ ես, մի անգամից թրջվես, կկորես մի ուրիշ զանգվածի մեջ ու կվերանա տեսակը։ Մեր վրա պարտականություն է դրա տիեզերական, պահպանել մեր տեսակը, ասում է, եթե քո տեսակը չպաշտպանես, դրանք անդրադառնամ, թե որտեղից է գալի 12-րդ մոլորակի թղթերը, երբ որ բացեն, կտնակ ունդազում, եթե տեսակը չպաշտպանես, շարժում ձեռք չբերես, ես ամբողջ զանգվածը երկրագնդի վրա կոչնչացնեմ։ Ինչքան էլ ուզում ա դուք կանչեք, ասեք, որ Քրիստոսը հարություն է առել, հարությունը լավ բան է, դժոխք, ասում ա կդնեմ երկիրը կպայթացնեմ ու վերջ։ Հետո գնացեք ում ուզում եք բողոքեք։ Հենց այդտեղ կանոնել գտնեմ տիեզերական աղետքի ձեր մասին արձանագրություններ չեմ թողի։ Հիմա փաստորեն մեր վրա անկած այդ բանը անկած չլի։ Եվ
մեր տեսակը վերանալու հետ քաղաքակրթության կամ աստծու փորձերը վերանում են երկրի վրա։ Իսկ ինքը չի ցանկանում այդ բանը։ Հետևաբար մենք պահպանելով մեր տեսակը պահպանում ենք մարդկությանը, դու մի ասա, որի մեջ ինչ որ պայքար կա անգիտակցաբար, իր հոր դեմ, հայի դեմ, դուրը չի գալի անառակ որդին, որ հայ այդքան խելոք է եւ խանդ ունի, որտեղ ինքը շատ սիրուն է եւ խելացի եւ վերջը առաջնեկն է։ Հենց այդպես մնացած քաղաքական պայքարները նայ, ուրեմն վիճակը սա։ Հիմա կարդամ թե սա վերաբերյալ ինչ ինֆորմացիա կա ձեռիս տակ։ Մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։ Տեսեք ինչ հետաքրքիր վերնագիր է դրա։ Այս լրատվությունն է։ Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է գլխավորել համաշխարհային օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը։ Տեսակ ինչ եղավ։ Արագություն կա մեջը։ Հայաստանով շախմատի օլիմպիական մրցանակաբաշխությունն է կամ խաղերն ուր։ Այս ինչ հեքիաթներ ենք խոսում։ Հիմա կարդում ենք փաստը։ Հիվանդ չեք ստե որ վերլուծում ենք։ Ասում տեսակ արագությունը։ Զանգված չկա 3 միլիոն է։ 3 միլիոնից էլ կեսը կին է, կեսը թոշակառու է, կեսը ընդդիմություն է, կեսը գաղթական է, մեջը բան չկա, բայց 5 հատ պրոտոն կա, նեյտրոն, 5 հատ էլ պրոտոն, ասենք 5-6 շախմատիստ, հայ, զանգվածով գնացել են, օլիմպիադա, տեսանք, ինչ արագություն ունեն սրանք, նայենք, նա շարունակում է գլխավորել համաշխարհային օլիմպիադայի մրցասարային շարաշունը, 10-րդ տուրում, ըստ որում 10 տուր խաղացվել է, ոչ թե մի տուր, հայ գրոսմաստերները 2.5 հաշվով հաղթեցին Չինաստանի հավաքականին եւ վաստակեցին 29 միավոր։ Ֆանտաստիկ է, չէ՞։ Չինացիները եմ անգամ վեն մեծ միլիարդ բազմապատկած իր շախմատիստներով, այդտեղ արագություն դնենք։ Երկրորդ տեղում են Հայաստան, զանգված չկա, մի քանի միլիոն հայեր են, բազմապատկած իրանց արագության շախմատիստներով, առաջին տեղում են։ Խնդիրը պարզ է ձեզ, թե ինչ եղավ այս 20, ուրեմն չինացիները երկրորդ տեղում են 27 միավորով, 26-ական միավորներով երրորդ, չորրորդ տեղերում են Ռուսաստանը, բարև ձեզ, Ռուսաստան, որին ասում ենք Ռուսաստանին միանակ, թե Եվրոպային, թե Ամերիկային, տեսակ չկա արագություն, տեսությունը ճիշտ է մեր, ինչի մասին որ այսօր խոսում ենք, արագություն ունեցավ, Չինաստանը երկրորդ տեղում է, թող էտան Տիբետում, մի քանի Տիբետի չափել չկանք մենք քանակով, Տիբետում իշքան ուզում է աշխատեն, հոգևոր, կարատեներ պարապեն, սև գոտիներ ստանան, բայց հայը շախմատի վրա արագությունը կդնի տնկ, կասի առաջինն է, գյուղատնտեսության վրա կդնի տնկ, կասի առաջինն է, տկ, որտեղ եք ուզում, գիտության մեջ, հա, ձերս համեստ լսելու մեջ կդնի, կասի սրանք լավ լսող են, ամեն տեղ, վերջում ինչ անում, որ լավ է, մասան պետք է մի քիչ զանգվածը մեծացնենք, որովհետև այդ արագության տակ մի քիչ հոգնում ենք, զանգվածը հանգած 0 չդառնա, ուրեմն խնդիրը պարզ է, պահպանել տեսակը գաղութներում, հարցը դնել այնպես, որ արագությունը պնա ամեն տեղ, շարժման քանակը պահել նույնն է, և վերջ, ես ձեզ միացնում եմ արդեն, դուք 10 րոպե ունեք, զրուցեք այս թեմայի շուրջը, խնդրեմ դուք եթերում եք, Բարի առավոտ, բարև ձեզ, ես առաջարկում եմ, այսինքը մինչև հիմա ստեղծված եղել ինստիտուտ, հոգևորական ինստիտուտ, որը պաշտպանել է մինչև օրս հայ ազգին, ձգտել է ամբողջ աշխարհում մեկ իր հոգևորական դաստիարակչական մեթոդով։ Ներողություն դուք ներկայացեք, հա։ Արտաշես Զատիկյան, որ ես ձեզ առաջարկում էի Պրեզիդենտ, ինչ նկատառումով դուք ուրիշ տեսակ մտածեցիք, բայց ես ուրիշ տեսակ էի մտածում։ Ստեղծել երկրի վրա
գիտահետազոտական ինստիտուտ հայ ազգի պահպանման եւ զարգացման թեմայով, մեթոդով։ Ստեղծելուց առաջ չեք ուզում ինչ-որ տեղ հողամաս վերցնել կամ Ոչ մի տեղ։ քանդել ինչ-որ բան, որտե՞ղ ստեղծել, ինչպես ստեղծել, ասեք։ Ուղղակի ինստիտուտը, ասենք դուք լինեք այդ ինստիտուտի պրեզիդենտը, հայ ինստիտուտի պրեզիդենտը, ստեղծել անչեր հավաքած որևէ մեկին կարող եք բերել ձեր կողքը նստած, որ ձեր նման խոսի։ Չի կարող։ Նայեք, բանը հազար խոսացողներ կան, որ կեֆդ գա։ Ես վերջի տեղը կբռնեմ։ Խոսալու խոսքը միտք կնամ։ Եթե պետք է անմիտ բաներ խոսես, հոգնած։ Հիմա եթե Եփրեմ Վերդին բերեմ ընդ քարտամ թե խոսքը ինչեր է ասում, դասեք մի խոսի, չանես։ Մի ասեք էդի։ Հիմա տեսեք, մի րոպե մնացեք գծում չեմ խանգարում դες։ Այս խոսակցությունները ինչ են բերում։ Ձեր մոտ բերում են, գիտես ինչ։ Վայ, ուղեղի բջիջները սկսում են մեռած ինֆորմացիաները բերել, փորձել դրանց հետ աշխատել, դատողություն կառուցել, տաճարներ են կառուցում ձեր մտքում, ելքեր են որոնում, խոսքս իմ ընդհանրապես առավոտի դա է անում, հանկարծ դա չվերածեք, որ ինչ որ տարածքում կազմակերպություն պետք է ստեղծի, մտքով, մտային տաճարը մինչև չեղավ, որը կոչվում է եթերային գաղափարախոսություն, հետո գալիս է երկրային, եթե էսի ամեն մարդ իր մտքով չմտածի, որ ես ասենք ճիշտ բաներ եմ ասում, թե սխալ բաներ եմ ասում, ինչ-որ ֆանտաստիկ բաներ եմ ասում, թե ձեզ տանում եմ մի ճանապարհի վրա, գիտեք ինչ, եկեք փող հավաքենք, մի հատ լավ փող հավաքենք, մի հատ տեղ ինստիտուտ բացենք, անուն դնենք հայ դատի արևմտյան մասնաճյուղ, մի հատ լավ փող հավաքենք, լիքը մեջը հարուստ դպրոցները բացենք, հետո դե դպրոցներից այդքան սենատորներ առաջացնենք, կաշառենք ընտրողներին, բալետները կեղծենք, էդի մեր ձեռնա փողի աշխարհա եւ այլն, էս անենք, այն անենք, մեկ մի հատ ձայն ա լսում, այդ ինչ որ անում եք, չի հասնի ձեր վրա կկոտրվի, ինչի, նույն ձևը ենք անում, ասում այդ չի ճանապարհը, ու դու մնում ես ցանկապատից կախված, մի հատ տենց անեկդոտ կա, ճիշտը, տեսեք ես ձեզ մի քանի շարժման մասին, օլիմպիադայի մասին, ճիշտ եկավ իմ ասացին համընկնեն, ես լուրերը ես բերել էի, որ ձեզ կարդայի, մեկը լնգա, ըստե մեկը մուսին հետ համընկնեն, հիմա ասեք եսի ես հնարեցի, երբ որ չէի հիշում այսօր ինչի մասին էի խոսելու, բայց տեսնեք ինձ ուղղություն տվող կա մի հատ հոգևոր, որ իմ ասածները չմնան պարանից կախված, հիմա ձեր մոտ ինստիտուտ ստեղծել, ասենք կազմել, առաջինը ինչ որ գործնական քայլեր պետք արվի, գործնական քայլերը հետևյալն է, նախ գործնական քայլերից առաջ դրա տեսությունը պետք է ստեղծվի, դրա մասին խոսվի, զարգացվի, վիճաբանվի եւ վերջնականապես ասվի, սա է ճանապարհը, հանկարծ շատերը կարող են ասել, այդ ինչ սարսափելի ճանապարհ է, ասում ես ուրիշ տեղ չկա, ես սարի վրա են անել, 4 կողմը տանդում դա, այս ճանապարհն որ առաջարկում է, քարքարոտ է, կարող է սղաս, եթե լավ չպայես, էլի ձոր են գնես, բայց իջնում ենք այս վիճակից։ Ու դու պիտի էդի հասկանաս ինչ է ասվում, որտեղ չէ լավ, ստե լավ է, ասեք լսնում։ Դարոտան եմ, ես որ ասում եմ, ոչ թե գումար վաստակելու համար եմ ասում, ես ասում եմ ստեղծել այնպիսի մի օջախ, որ ձեր նմանները կարողանան ամբողջ ազգին արթնացնել։ Okay, շատ լավ, շնորհակալ։ Եղավ։ Իմ նպատակը։ Հիմա նայեք ինչ եմ ասում։ Ստե լավ ասես, չէ՞ ստեղծել այնպիսի մի, դուք թողվածը դուք եք ստեղծում կամ ստեղծելու եք։ Այդ ես եմ ստեղծում այդ վիճակը։ Բայց չեմ եք այստեղ, ինչ է, պարապ եմ, ինչ է, ես ձեզանից ուղղակի վերցնում, գողանում եմ իմ մտքերից առաջացած հակազդեցությունները եւ եթե մեկի մոտ ինչ-որ մի ծիլ է առաջանում այդ ուղղությամբ, դրա վերաբերյալ պարարտացում է կատարում։ Այսինքն ինստիտուտ պետք չի։ Լսողների մի դաշտ կա մեր մոտ հիմա, մտքեր կան, շատ հրաշալի լսարան եմ, այս առավոտի լսարանը, նստած եք ձեր տներում, մտածում եք ամենակարևորը, մտածում եք, եթե չմտածեք, այս հաղորդումը ոչ մեկին պետք չի, անունը կդնենք մի տեսակի շոու, կսկսեն գլուխները ցենց աղալ, դուք ուրախ երջանիկ սկսես ծիծաղել ձեր տան մեջ, բայց չեք մտածի, որ այդ ծիծաղը կարող է ձեզ մահացու լինի, որտեղ խտուտ տալով կարող մարդ սպանես, չէ, ծիծաղելով ուշքի հետա մեռնի։ Հետևաբար,
այս հաղորդումը ձեր ժամանցի հաղորդումը չի, եթե դուք չեք ըմբռնում, թե ինչ է կատարվում այստեղ, մեկ թրթում ենք մաթեմատիկա հրդե, երկին, կետին, 4, 5, 6, 8, 36, սատանա հրեշտակ Քրիստոս, շատերի համար անհասկանալի, բայց շատերի համար նաև ակունք մտածողության և ծնունդ, պտուղ մտածողության, որը ես քաղում եմ, և ես ձեզ հետ շատ կհարաբերվում հեռախոսներով, բայց ես խնդրում եմ, որ դուք ինչ-որ ասեցի, մի հատ լավ կենտրոն, եթե պտուղ չկա տալու, դուք զգացեք ինչ եք տալու, այսինքն դուք կարող եք մի կաթիլ, մի բան հարուցիչ տալի մոտ, և կտեսնեք, թե դա ինչ ծառ կդառնա, ես սպասում եմ դրան, իսկ հիմա գնում եմ մտքի ծառատունք, պարզապես առավոտով, ուրիշ ոչ մի բան չենք անում, կառույցներ, համայնքներ, ինչ-որ զորահանդեսներ, բան չան, այն ինչ-որ արվեց իրական դաշտում, դա արվեց, հետազոտվեց, հասկացվեց, հիմա գնում եմ մտավոր պլանտացիաների բշակումը, թե ինչ ունենք ձեռքի տակ, ինչ կարողացնենք, բայց ես հաղորդում հասկացնում եմ այդ տրամաբանությամբ։ Ուրեմն հիշեք, որ այս հաղորդումը հեռարձակվում է www.razmik.net-ով, շաբաթվա մեջ մտածեք այս մասին։ Ես կարծում եմ, հաղորդումը շատ մի քիչ ամփոփիչ էր նույնիսկ ուրբաթ օրվա համար եւ կկրկնվի ուրբաթ օրը ժամը 10:11:30-ից այսօր կկրկնվի։ Այսօր ամսու 2-ն է, Միքայելը Պողոսյան համերգ, նորեղություն համերգությունի թատրոն ունի, Ստար թատրոնում առաջի ներկայացումն է, ուրեմն հետո 4-ը 9-10-ը կայցելենք, կտեսնենք միասին այդ թատրոնը, հուսով ենք, ոչ թե հուսով ենք, պարտավորենք, որպեսզի Միքայելի, որ այսօր առաջատարն է, եւ բավականին զարգացած անձնավորություն, ամեն ինչով օգնենք, այսինքն մի պրոտոնան, նեյտրոնային համակարգ եկել 3 հոգի Պարոնյանի թատրոնի դրամատիկական եւ Միքայելն էր ազատ էլեկտրոն եւ կազմված այս մոլեկուլը ինչ որ զանգված ունի, հարկավոր նրան արագություն տալ եւ արագություն տալով նրա շարժման քանակը կմեն։ Տեսեք շախմատիստները ինչ MV ունեին Չինաստանին, ինչի երկրորդ տեղը, Ռուսաստան գնա երրորդ տեղը։ Մտածեք մեր ուժի մասին, բայց գիտականորեն ինչ պետք արի, որ հայը շարժվի, զանգվածը շարժվի ու բազմանա։ Ուրիշ բանի մասին մի մտածեք։ Ուրեմն թույլ տվեք ձեզ բարի շաբաթ ասել եւ կհանդիպենք երկուշաբթի, եթե արտառոց օրը ձեր բան չլինի, իհարկե կիրակի օրը հնարավոր է, բայց չեմ կարծում, ինձ կայանա այդ մասին կզգուշացնի նախորոք, ուրեմն երկուշաբթի առավոտ կհանդիպենք, ստեսություն ձեզ։